Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է։ Խոսում է Գյուլիար Մամեդովան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է պետական տուրքի մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Փոփոխությունների համաձայն վարելիքի լիցքավորման եւ գազամատակարարման օբյեկտների տեղադրման լիցենզիա տրամադրելու պետական տուրքը կկազմի 1100 մանաթ, իսկ վարելիքի լիցքավորման եւ գազամատակարարման օբյեկտների շահգործման լիցենզիա տրամադրելու պետական տուրքը 2500 մանաթ։ Աղդամի արդյունաբերական պարկի ձեռնարկատարերը մինչ օրս արտադրել են 85 միլիոն մանաթի արտադրանք, հայտնում է տնտեսության նախարարությունը կից տնտեսական գույքների զարգացման գործակալությունը։ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը ձեռնարկատարերը արտադրել են 85 միլիոն մանաթի արտադրանք, այդ թվում 63 միլիոն մանաթի այս տարվա առաջին կեսամյակում, նշվում է հաղորդագրությունում։ Ներկայումս Աղդամի արդյունաբերական պարկում գրանցված է 27 ձեռնարկատիրական սուբյեկտ որպես ռեզիդենտներ եւ 5 ձեռնարկատերեր որպես ոչ ռեզիդենտներ։ Տեղեկատվության համաձայն 32 գրանցված ձեռնարկատիրական սուբյեկտները արդյունաբերական պարկում ներդրում են ավելի քան 250 միլիոն մանաթ եւ կստեղծեն ավելի քան 2000 մշտական աշխատատեղ։ Վերջին ժամանակներում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է, ինչպես նաև փոխադարձ ներդրումները, ինչը վկայում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու հետաքրքրության մասին։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլոսում։ Մեր երկրների ռազմավարական դիրքը եւ աշխարհագրական մոտիկությունը վստահ են բարենպաստ պայմաններ են ստեղծում համագործակցության զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, կառուցվածքները, շինարարությունը, լոգիստիկան, գյուղատնտեսությունը, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը եւ այլն։ Ոչ վաղուց ստեղծված միջկառավարական հանձնաժողովը կարող է լավ խթան հանդիսանալ համագործակցության հետագա զարգացման համար, հայտարարել է Բայրամովը։ Բաքվի մետրոպոլիտեն ՓԲ-ի 2024 թվականի ուղևորափոխադրումների ստացված եկամուտը կազմել է 100 միլիոն 437 հազար մանաթ, ինչը 20%-ով ավել է, քան 2023 թվականի ցուցանիշը։ Այս մասին հաղորդում է պետական վիճակագրական կոմիտեն։ 2024 թվականի մետրոյի ծառայություններից օգտվել է 229 միլիոն 584 հազար մարդ։ Բաքվի մետրոպոլիտենը գործում է 1967 թվականից։ Ներկայումս Բաքվի մետրոն բաղկացած է 3 գծից՝ կանաչ, կարմիր եւ մանուշակագույն եւ 27 գործող կայարաններից։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։